մտածող եւ խորիմաստ կինը ըստ իս ձգտում է կատարելության։ Ինչպես բոլոր ոլորտներում, այդ թվում եւ անշարժ գույքի ոլորտում բազմիցս համոզվել ենք, որ կինը հաջողում է։ Անշարժ գույքի ոլորտում շատ կարևոր է կնոջ դերը, որովհետև կինը համարվում է ընտանիքի սյունը ու շատ լավ է պատկերացնում ինչ է կնոջ համար տունը, իր անկյունը։ Բավականին լուրջ դեր է տանում կինը այս ոլորտում։ Առաջինքը համարվում է միայն տղամարդու աշխատանք, քանի որ տղամարդը ավելի հստակ է որոշման մեջ, բայց այսօր ոնց որ կնոջ խոսքը անշարժ գույքի հետ կապված ունի իր ուժը։ Երևի թե ամենասիրունը մայրերի աչքերն են, եթե չեմ սխալվում, Իսահակյանն է ասել, կարելի է նույնիսկ գոնե ծնվել միայն այդ աչքերը մոտիկից տեսնելու համար։ Ես համաձայն չեմ, որ պետք է միայն ապրիլի 7 տոն լինի կամ մարտի 8-ը։ Եթե ընտանիքը ուզենա, ամեն օր էլ տոն կարող է լինել։ Այնքանով, որքանով, որ կինը ուզում է լինել գնահատված է արգոյում։ Գնահատված է իր կատարած աշխատանքին համարժեք, գնահատված է իր տված վերաբերմունքին համարժեք։ Ես տունը, երբ որ վաճառում եմ, անպայման ասում եմ, այս ձեր տան, այս բաց պատշգամբում ձեր համար շատ գեղեցիկ սուրճ է, ու ինձ միշտ հրավիրում են իրենց բաց պատշգամբում սուրճ խմելու։ Ասել թե միայն առողջություն կամ խաղաղություն կարծում եմ քիչ կլինի, ամենայն բարիք, հավերժ գեղեցկություն, արևշատություն ու աշխարհի վրա գոյություն ունեցող բոլոր այն դրական էմոցիաների, զգացմունքների փունջը, որ կարող է ունենալ մարդը, ուզում եմ, որ ունենա կինը, մասնավորապես մայրը։ Կանանց կմաղթեմ երջանկություն, կանանցի երջանկություն, սիրել եւ լինել սիրված։ Դա շատ կարևոր է, որովհետեւ սիրված մարդը միշտ լավ բաներ է անում։